Կա այսպիսի կարծիք, որ կենտրոնական իշխանությունը, կառավարությունը չի ներում այն համայնքներին, որտեղ ընտրվում է ընդդիմադիր պաշտոնյա ղեկավար։ Այս դեպքում ունենք ընդդիմադիր ղեկավար եւ գուցե հենց սա է խնդիրը, օրինակ ձերբակալությունների կամ քաղաքի այս ճգնաժամը, որը հաճախ ազդարարվում է հենց ՔԿ-ի կողմից, ինչի եմ սա նշում, որովհետեւ այո, ձեր գործընկերները եւս նշեցին, երբ պաշտոնավարում եք համատեղ հուշագրով Բալասանյան Դաշինքը եւ ՔՊ-ն, հենց այդ օրերից ի վեր սկսվեց ճգնաժամ եւ պրայմերիզ, այս երկու եզրույթները հաճախ օգտագործվել Գյումրիում, սրանով է հարցը ձևավորված, որ միգուցե տանում եք նրան, որ կրկին քաղաք ղեկավարի քաղաքացիական պայմանագրի կողմից եկած պաշտոնյա կա նման բան թե ոչ։ Եթե բռնաճնշումներ եղել են, իրենք ինչպես են կարողացել այդպես հանրային արտահայտվել, խոսել, ինչպես են կարողացել ամենատարբեր գործողությունների իրականացնել։ Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, բոլորի համար պարզ է, կա ձայնագրություն, մենք բոլորս լսել ենք այդ ձայնագրությունը, մնացած արդեն իրավապահների տիրույթում է։ Հենց դրանով է պայմանավորված, որ նշում է մակերեսային է ժողովրդավարությունը, որովհետև եթե օրինակ ամիսներ առաջ կար ձայնագրությունը, ինչու հենց հիմա օգտագործել, սրանով է պայմանավորված։ Իրավապահները պաշտոնական հայտարարել են, որ ձայնագրությունը օրինակ այս ինչ թվականին է եղել, այնտեղ շատ մանրամասներ եւ փակ ինֆորմացիա կա, որը բնականաբար բարման առաջին օրվանից քաղաքնալսվել եւ ձայնագրվել է։ Բոլորդ էլ գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում շատ համայնքների ղեկավարներ ընդդիմադիր են եւ իրենք պաշտոնավարում են առանց որևէ խնդիր եւ այդ համայնքներում կառավարությունը շարունակում է ներդրումներ անել, մանկապարտեզներ սարքել, դպրոցներ, ճանապարհներ, այսինքն որևէ կերպ, եթե տվյալ մարդիկ օրենք չեն խախտում եւ մնում են իրենց լիազորությունների շրջանակում, իրենց ոչինչ չի սպառնում, ինչպես եւ չի սպառնում ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Իսկ եթե մարդիկ իրենց լիազորություններից դուրս են գալիս, որոշում են, որ կոռուպցիոն սխեմաների մեջ պիտի լինեն, որոշում են, որ իրենց ծանոթ բարեկամներին պիտի լավություն անեն, ուզում է քաղաքապետ լինի, ուզում է սովորական շարքային քաղաքացի լինի, ինքը պիտի օրենքի ողջ խստությամբ պատժվի, եւ սա խիստ տրամաբանական է։